Որտեղ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, թեպետ Բաքուն վիժեցնում է այս հարցը, անարձագանք թողնում, հայկական դիվանագիտության ղեկավարն ասում է, մի քանի մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները։ Թուրքական լրատվամիջոցն է հարցնում, ինչպիսի առաջարկներ ունեք խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետի եւ վայրի վերաբերյալ, եւ արդյոք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Հայաստանի արտգործնախարարը թուրքական հյուրընկալությանը չի անդրադառնում, բայց ասում է, մենք բանակցում ենք, որովհետեւ այլընտրանք չկա։ Եթե ունենք խաղաղության օրակարգ, ապա ինչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։ It's not important. We can sign it. Գիտեք, դա էական չէ։ Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները։ Ես չեմ բացառում որևէ բան։ Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը։ Չեմ բացառում որևէ տարբերակ։ Reuters-ի լրագրողը գիտի, որ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Նրա հարցը կարճ է։ Դուք կդիտարկեք սահմանադրական փոփոխություն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրելու համար, թե ոչ։ Ինչպես ես տեսնում եմ, դա լինելու է ոչ միայն ներկայիս սահմանադրության փոփոխություն, այլև նոր սահմանադրություն։ Արդեն գործող հանձնաժողովը, որը զբաղվում է սահմանադրական փոփոխություններով, քննարկում է իրավական մեխանիզմները, եւ հանձնաժողովի մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականին։ Նույն տարում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ։ Միրզոյանն ասում է 2018-ից են պնդում նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, եւ դա շարունակում է մնալ օրակարգում։ Ասում է, մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա, բայց հարցը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ ըստ նրա կառուցողական չէ։ Իսկ կարող է Թուրքիան կառուցողական դեր խաղալ երկու կողմերին մոտեցնելու համար։ Օրինակ առաջնորդների մակարդակով եւ այդ հարցը քննարկել եք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Հարցը CNN Թուրքից էր։ Այո, իհարկե, եւ ինչպես ինձ թվում է, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետեւյալն է։ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում։ Ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։ Լրագրողը բրիտանական լրատվամիջոցից չի հավատում Բաքվի բարի կամքին։ Հարցնում է, արդյոք գտնում եք, որ Ադրբեջանի պահանջները Հայաստանի սահմանադրության նախաբանի փոփոխությունների կամ ՀՀԿ առաքելության կամ էլ նույնիսկ Եվրամիության մոնիթորինգային առաքելության վերաբերյալ բարի մտադրություններով են։ Լրագրողը շարունակում է, դուք պետք է հանդես գայիք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, ադրբեջանական կողմը միակողմանից ձեզնից առաջ հայտարարեց, հետո էլ ներկայացրեց այդ պահանջները։ Եթե դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեցել, երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։